Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, Ալֆա Արմենիա YouTube-յան ալիքի եթերում կրկին ֆուտբոլ է ու կրկին հետաքրքիր պայքարի է ականատեսն լինելու մրցում են միմյանց դեմ Silver Cup-ի կիսաեզրափակիչում Չելսին եւ Արցախը թիմերը, ովքեր նաեւ մրցել են միմյանց դեմ խմբային փուլի շրջանակներում, դրա մասին կխոսեմ հանդիպման ընթացքում, եկեք արագորեն ծանոթանանք մրցող թիմերի հայտարարություններին։ Սկսենք Արցախից, դարպասը պաշտպանում է Տիգրան Ոսկանյանը համար 99, Արման Սահակյան համար 5, Արգամ Հարությունյան համար 7, Ֆելիքս Շիլինգարյան համար 9, Արմեն Խաչիկյան համար 10-ով նաև թիմի ավագտ է, Կարապետ Տաշյան համար 15, Հովհաննես Վարդանյան համար 18, Էդգար Բարսեղյան համար 22, Արշակ Գևորգյան համար 77 եւ Ալեքսանդր Սարգսյան համար 88։ Չելսի դարպասը պաշտպանում է Էրիկ Պողոսյանը համար 1, կա մրցավարի Սուլիչը 1 տարկած է հանդիպումը, Սմբատ Պողոսյանը գնդակահանցնում է Արցախի ֆուտբոլիստներին, շարունակեմ ծանոթացնել Չելսիի հայտարարությունը, Տիգրան Չուխաջյան համար 2, Գեորգի Իսրայելյան համար 9, Սմբատ Պողոսյան համար 10, Արսեն Ասատրյան համար 11, Արմեն Ասատրյան համար 12, ով նաև թիմի ավագն է, Էրիկ Հարությունյան համար 17, Հայկ Բարսեղյան համար 18 եւ Ալեքսանդր Նալբանդյան համար 20։ Իսկապես շատ հետաքրքիր պայքար է մեզ սպասվելու այս 50 րոպեների ընթացքում, սա հիշեցնեմ կիսաեզրափակիչի առաջին հանդիպումն է Silver Cup-ի, որտեղ դիմակայությունը կունենա նաև պատասխան հանդիպում հաջորդ իսկ շաբաթ անմիջապես ու այս զույգից ցավոք այս երկու թիմերից մեկը կլքի մրցաշարը հենց կիսաեզրափակիչում, իսկ մյուս ակումբը կշարժվի դեպի եզրափակիչ, որտեղ կմրցի Պալերմոն ընդդեմ Մայնցի հաղթողի հետ, այո, այսպես ընթացան այս մրցաշրջան այս թիմերի համար, թիմերը իհարկե առաջին 8 տակում տեղ չզբաղեցեցին մարզավիճակի բացակայության, այսպես ասեմ, պայմաններում, քանի որ այն խաղամակարդակում չէին գտնվում, ինչպես օրինակ հիմա են խաղում թե Չելսին, թե Արցախ ու չկարողացան հաղթարել խմբային փուլը, բայց հիմա արդեն Silver Cup-ում շատ բարելավել են երկու թիմերն էլ իսկապես իրենց խաղաոճը ու այսօր շատ մոտ են երկուսն էլ եզրափակիչին, նաև չեն վախեն այս բառերից չեմպիոնության համար մտածելու։ Հարությունյանն է գնդակով, այսօր ունի Չելսին լուրջ կադրային կորուստ հարձակման գծում, չկա Չելսի հիմնական ավագ Ջիայ Պապիկյանը, նա վնասվածք ունի ու այսօր չի կարողանում օգտել խաղանկերներին, ճիշտ է, նա խաղադաշտում է, աջակցում է ամեն կերպ Չելսին, բայց խաղադաշտում ներկա գտնվել չի կարող Արսեն Ասատրյանը ու առաջին վտանգավոր ստեղծում է Չելսին, բայց Ոսկանյանը իր բարձունքի վրա էր ու խնդիրներ չստեղծեցի համար գնդակին տիրելու գործում, այո, այսօր Պապիկյանը չկա, իհարկե կա նաև Չելսի կազմում նույնպես բացակա ֆուտբոլիստ Վլադիմիր Ալավերձյանի մասին է խոսքս, նա նույնպես ունի վնասված կապատկերացնում, Չելսին ունի հարձակման կրակագծում իսկապես երկու առանցքային ֆուտբոլիստի բացակայություն, երկու շատ կարևոր ֆուտբոլիստի բացակայություն ու պետք է առանց այս ֆուտբոլիստերի Չելսին փորձի հաղթարել այս արգելքը, այսօր նոմինալ Չելսի կազմում որպես առաջ քաշված հարձակվողի դիրքում որպես հարձակվող կենտրոնական հանդեսը կգա Սմբատ Պողոսյանը, ով իհարկե շատ փայլուն մրցաշրջան է անցկացնում, ճիշտ է, Պողոսյանն էլ ուներ նույնպես վնասվածք ու այսօր վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին անգամ է գտնվում խաղադաշտում, Պողոսյանն էլ անցած մի քանի խաղերում չկարողացավ օգտել Չելսին, բայց այսօր վերադարձել է Սմբատ Պողոսյանը խաղադաշտ կարճ դադարից հետո, այսպես ասեմ 2-3 հանդիպում, եթե չեմ սխալվում, Սմբատ Պողոսյանը բացակա է Չելսիի հայտարարությունում ու նաև այո Չելսի եւս մեկ կորուստի մասին խոսեմ, Գրիշա Գրիգորյանը այսօր չկա, ով Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում ստացավ կարմիր քարտ ու բացակայում է այս խաղում եւ չի կարողանում օգտել հիմնականում իհարկե Չելսիին պաշտպանության գործում Չուխաջյան այստեղ փակեց Հարությունյանի առաջխաղացման ճանապարհը ու գնդակը ետ ուղարկեց դարպասապահերի Պողոսյանին, ով երկար փոխանցում է կատարում, բայց այստեղ Արցախի ֆուտբոլիստերն են եւ այո ես առնվազն 4 ֆուտբոլիստի նշեցի, ովքեր չկան այսօր Չելսիի հայտարարությունում ու իհարկե Չելսին պետք է մտածի այս փորձությունը հաղթարելու մասին, առանց այն էլ հիշեցնում եմ, որ լավ խաղամակարդակում է գտնվում Չելսին, բայց իհարկե այս նշածս ֆուտբոլիստները եթե լինեին խաղադաշտում, մենք այլ ֆուտբոլ բնականաբար կսպասեինք Չելսիի ակումբից, հիմա անկյունային է վաստակում Չելսին, տեսնենք այս անկյունայինի խաղարկում ինչ կտա ազնվականներին։ Նալբանդյանն է գնդակի մոտ։ Տեսնենք ինչպես կստացվի անկյունայինի խաղարկումը, Ալեքսանդր Նալբանդյան կա փոխանցումը նույնիսկ այստեղ Ասատրյանը գնաց հարված կատարելու, բայց
Ասատրյանի կատարած հարվածից հետո կարծես կրկին անկյունային նշանակել մրցավար, այո, գնդակը դիպել էր Արցախի ֆուտբոլիստերից որևէ մեկին ու եւս մեկ անկյունային նորից Նալբանդյանը գիրացնի, այստեղ ծափարություն է Չելսիի ֆուտբոլիստերին, Նալբանդյանին հատկապես գնդակը մրցակցին հանձնելու համար Իհարկե մրցավարը նշանակել էր անկյունային, դրա հետ համաձայն չէին Արցախի ֆուտբոլիստները, այդ իսկ պատճառով էլ Չելսին այստեղ կարելի ասել գնդակը քանձնեց Արցախին, ինչի համար իհարկե միայն ու միայն ցանկացած թիմ, ցանկացած ֆուտբոլիստ ծափարությունների արժանի գնդակով Արցախի ֆուտբոլիստներն են, այո, այս թիմերը նաև հանդիպել են Winter Cup-ի ախմբում տեղի ունեցած հերթական տուրի շրջանակներում այնտեղ գրանցվեց 2-2 մարտական ոչ ոքի հաշիվը, հա, այսպես ասեմ, դրանից հետո երկուսն էլ ունեին շանսեր իսկապես խմբային հաղթահարելու, բայց Չելսին առաջնության վերջնամասում մի փոքր ավելի ձախողվեց, հետո արդեն Արցախը չկարողացավ Արցախն մի փոքր ավելի ուշ էր միացել Winter Cup մրցաշարին ու մի քանի հանդիպումներում չհաղթելուց հետո իհարկե Արցախը չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը այնտեղ եթե չեմ սխալվում Արցախն ոչ ոքի արդյունքով ավարտեց Մայնցի դեմ հանդիպում ու դա եղավ հիմնական խոչընդոտը որ Արցախը չկարողացավ հայտնվել փլեյ-օֆում իսկապես երկու այնպիսի թիմեր ովքեր նույնպես կարող էին այսօր իրենց մասնակցություն ունենալ Winter Cup-ի մեծ մրցաշարի խաղարկությանը, որը հասել է արդեն 1 քառորդի պատասխան հանդիպումներին բացառապես Celta Atletico Madrid հանդիպանը, որը կկայանա վաղը Atletico-ն կմրցի Celta-ի դեմ ու դա կլինի Winter Cup մրցաշարի 1 քառորդի դիմակայության առաջին հանդիպումների վերջին խաղը, այսպես ասեմ, ու դրանից հետո արդեն պատասխան հանդիպումները հաջորդ իսկ շաբաթ կմեկնարկեն Հարությունյան և այստեղ խաղթեց խաղի կանոնները Չելսի ֆուտբոլիստերի Հարությունյանը և ստանդարտ է վաստակում Արցախ ակումբը Գևորգյանին թիկունքից հրեց Հարությունյանը տեսնենք ստանդարտի խաղարկումը ինչպես կիրականացնեն Չելսի ներողություն Արցախի ֆուտբոլիստները այն որ երկու թիմերն էլ միայն ու միայն այստեղ են հաղթանակ տանելու համար դրանում երկու կարծիք լինել չի կարող անկախ դրանից թե ինչպիսի հայտարարություններով են թիմերը ներկայացել այս հանդիպանը ես հիշեցնեմ որ իհարկե դեռ կա հաջորդի շաբաթ այս զույգի պատասխան հանդիպումը որտեղ նոր պարզ է դառնալու միայն ես վստահ եմ դրանում հաջորդ փուլ ուղղակի նվաճող ակումբի անունը խոսքս այն մասին էր որ առաջին խաղում այս թիմերի մակարդակը հաշվի առնելով չի գրանցվի այնպեսի հաշիվ ըստ ինձ դա իհարկե հաստատական կարծիք որպես որ հաղթողի անունը վճռվի հենց առաջին իսկ խաղում անկախ դրանից թե ինչ ելքով կավարտի հանդիպումը միևնույն է եզրափակիչ դուրս եկող ակումբի անունը պարզ է դառնալու հաջորդ իսկ խաղում հաջորդ իսկ շաբաթ Ասատրյանն է առաջ շարժում շատ լավ փոխանցում Արսեն Ասատրյանի ուղղությամբ բայց այստեղ լավ չընդունեց Արսեն Ասատրյանը գնդակը հետո այն բաժին հասավ Արցախի ֆուտբոլիստերին բայց տեսեք Նալբանդյանը պայքարեց միջև վերջ հետո սխալվեցին Արցախի տղաները Արսեն Ասատրյանի Մայլ Ասատրյանի փոխանցումը չանցավ ու Անտոնյանն է աչեզում արագություն զարգացնում կա փոխանցում բայց Արմեն Ասատրյանը այստեղ ճիշտ դիրքում էր փոխանցում էլ կատարեց ու Սմբատ Պողոսյանը չփորձած այստեղ գնդակը ընթացքից երկար փոխանցում բայց այստեղ էլ արդեն Չուխաջյանն էլ վերահսկում իրավիճակը առանց այն էլ Հարությունյանը մի փոքր հանդաճող ընդունեց գնդակ ու հեռու թողեց իրենից Չուխաջյան Հարությունյանի հետ է խաղարկում գնդակը ավեցեք շարժեք կետոնը շատ լավ նկատեց Սմբատ Պողոսյանին Հարությունյանը Պողոսյանն ընդունել է գնդակ ու տեսնենք ինչ որոշում է կայացնելու մնաց գնդակով Պողոսյանը հետ փոխանցում դեպի Չուխաջյանը Չուխաջյան դեպի իրենից ավելի ձախ է ուղարկում Ասատրյանին ու տեսնենք այս շարունակությունը գրո ինչպես կստացվի լավ նկատեց խաղանկերոջ Առաջ խաղացում այստեղ Արմեն Ասատրյանը, բայց գնդակը Արսեն Ասատրյանին բաժին չհասավ։ Կրկին Պողոսյան, շատ լավ անցում Սմբատ Պողոսյանից ինչու չհարվածեց մի անգամից Պողոսյանը, բայց շարունակում է մնալ գնդակով Սմբատ Պողոսյանը։ Ֆայլ է գնդակը դաշտի սահմաններում Հարությունյան եւ հետ փոխանցում դեպի Տիգրան Չուխաջյանը, խաղարկում է գնդակը առայժմ Չելսին իր կիսադաշտում։ Կա ձախից տարբերակ ուղարկեց Շուխաջյանը գնդակը Ասատրյանին Շուխաջյան
Իսրայելյանն է հասցեակում գնդակը տեսնեք Իսրայելյանի որոշումը ինչպիսին կլինի վտանգավոր հարված էր ամեն դեպքում կատարել Իսրայելյան ու մի փոքր բարձր ստացվեց հիմա էլ Գյորգի Իսրայելյանի կատարած հարվածը այո թիմերը շատ հետաքրքիր 100 եզրափակիչներ ունեցան միջև կիսաեզրափակիչ Արցախը խոշոր հաշվով հաղթեց Երևան ակումբին ու դուրս եկավ դեպի կիսաեզրափակիչ Չելսին էլ երկու խաղերում գրանցված ոչ ոքիներից հետո Նալբանդյան այս գրոյից հետո խոսում այդ մասին, բայց հարվածը շեղությամբ է ստացվում Նալբանդյանին Չելսին էլ երկու խաղերում ոչ ոքի գրանցելուց հետո հետ խաղային հարվածաշարում ուժեղ գտնվեց Մանչեսթեր Յունայթեդից ու միայն վերջին 11 մետրանոցը բիբուկ իրացնելով Չելսին կարողացավ նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիրը իսկապես շատ հետաքրքիր հանդիպումներ են ընթանում ԱՖ-ում ու իհարկե ցանկացողները կարող են գալ Ուրարտու մարզադաշտում երկրպագել իրենց իսկ սիրելի ակումբին Նալբանդյանն է հիմա աչեզրով զարգացնում արագություն տեսնենք ինչքան շարժվում է առաջ Նալբանդյանը բայց այստեղ Խաչիկյանը հասցրեց հեռացնել գնդակը նրա ոտքերի տակից ու ամեն դեպքում եւս մեկ անկյունային է վաստակում Չելսին այստեղ երրորդը եթե չեմ սխալվում Չելսիի կատարմամբ Նալբանդյան կա փոխանցումը վտանգավոր է Հարությունյան գուցե հարվածն լինի բայց Թույլ ստացվեց այստեղ Էրիկ Հարությունյանի կատարած հարված իհարկե հասկանալի պատճառներով նա ձախ ոտքով է հուշկու հարվածների տիրապետում բայց այս անգամ գնդակը լրիվ հակառակ ոտքին նստեց Հարությունյանի Ճուխաջյան թողնում է Հարությունյանին Հարությունյանն էլ գտավ Սմբատ Պողոսյանին Պողոսյան վտանգավորը գուցե փորձի Պողոսյանը գերազանց հարված ենք տեսնում Սմբատ Պողոսյանից ու կրկնակի սեյվով է այստեղ էլ իհարկե աչքի ընկնում Արցախի դարպասապան Տիգրան Ոսկանյանը ինչ հրաշալի հարմարեցեց Սմբատ Պողոսյանը գնդակը ձախ ոտքին ու հարվածեց բայց այստեղ իհարկե մեղադրել Պողոսյանին այն հարցում թե ինչու չգրավեց դարպասը ոչ ոք չի կարող առանց այն էլ հեռու էր տարածություն ու միայն այսպիսի խելացնոր հարվածով կարող էր գրավել դարպասը, բայց Ոսկանյանը հենց դրա համար է դարպասում Պողոսյան, գուցե հիմա ստացվի, եւս մեկ փորձ ու հիմա էլ փրկվում են, այո, Արցախի ֆուտբոլիստները, սա իհարկե կասկած չունեմ, որ հարված էր Սմբատ Պողոսյանից, բայց այնպիսի հետաքրքիր ունեցավ գնդակը, որ Ասատրյանը նույնպես կարող էր եզրափակել, պարզապես մի փոքր ուժեղ էր արդեն իսկ ստացվել Սմբատ Պողոսյանի հարվածը Երկար փոխանցում Ոսկանյանից Հարությունյանի ուղղությամբ առայժմ այո այս երկու վտանգավոր պահերը եղան ու երկուսն էլ Չելսի կատարմամբ երկուսում էլ Սմբատ Պողոսյանը իր ներգրավվածությունը ունեցավ բայց առայժմ դարպասի գրավում չունենք Ալեքսանդր Նալբանդյան դեպի կենտրոն ուղարկեց գնդակը Գրիգորյանին բայց այստեղ ավելի շուտ արձագանքեց Արցախի ֆուտբոլիստը Խաչիկյանն է գնդակով հետ փոխանցում դեպի Տաշյանը ու արդեն Արցախն էլ աստիճանաբար փորձում է խաղարկումով դուր գալ պաշտպանությունից հիմա քիչ էր մնացել պրեսինգի շնորհիվ Չելսին խլել գնդակը բայց վերջին պահին Տաշյանը հասցրեց ազատվել գնդակից կրկին Տաշյանն է գնդակով Խաչիկյան Մնաց գնդակը դաշտի սահմաններում հիմա արդեն դուրս եկավ ու ես իսկ կնետի Չելսին Ճուխաջյան հետ փոխանցում դեպի Գրիգորյանը Գրիգորյանն էլ Իսրայելյանին է հասցեագրում դեպի Սմբատ Պողոսյանը լավ ընդունեց կրկին գնդակը Պողոսյանը իսկապես շատ փայլուն մարզավիճակում է գտնվում Սմբատ Պողոսյանը նաև այն պարակայում որ նոր է ապակինվել շատ ծանր վնասվածքից բայց միևնույն է Նայ խաղամակարդակը չի կորցում միշտ կտրող փոխանցում ենք տեսնում Նալբանդյանից բայց այստեղ Պողոսյանը լավ չդիրքավորվեց մեղմ ասած ու Նալբանդյանի կատարած փոխանցումը ավելի հեռուն գնաց քան տեղակայված էր Սմբատ Պողոսյանը Խաչիկյան Խաղարկում է Արցախը գնդակը իր կիսադաշտում Սարգսյան հիմա անցան կիսադաշտը գրոյի անցել Արցախը Հարությունյան կա փոխանցում բայց այստեղ արդեն վերահասկեցին Չելսիի ֆուտբոլիստների իրավիճակը Նալբանդյան պահեց գնդակը դաշտի սահմաններում կրկին Ճուխաջյան եւ հետ է ուղարկում Գրիգորյանին Ճուխաջյանը Իսրայելյան երկար փոխանցում առաջ այստեղ Ասատրյաններ բայց թիկունքից իհարկե ամեն դեպքում Խաչիկյանը խանգարեց Գյորգի Իսրայելյան հաստրեց փոխանցում կատարել Պողոսյանին ու տեսնենք այս գրոհ ինչի է վերածում Չելսին նորից Սմբատ Պողոսյանն է ուշադրության կենտրոնում ինչու չարվածեց թողեց Նալբանդյանին գուցե Նալբանդյանը փորձի ոչ կրկին Սմբատ Պողոսյան թողնում է Ճուխաջյանին Ճուխաջյանն էլ փոխանցում է կատարում բայց այստեղ արդեն Արցախի ֆուտբոլիստները հաստրեցին վերադասավորվելու
թույլ չտալ Չելսին, որպեսզի վերջնական հարվածը ստացվի, Գրիգորյանն է հիմա փայլուն կերպով պաշտպանվում ու թույլ չի տալիս իհարկե մրցակիցը հասնի գնդակին։ Եվ հարված կտեսնենք Էրիկ Պողոսյանի պաշտպանած դարպասից Ասատրյան դեպի Գյորգի Իսրայելյան ուղարկեց գնդակը։ Իսրայելյանն էլ լավ էր նկատել Ասատրյանին, բայց այստեղ խանգարեցին Արցախի ֆուտբոլիստները այդ փոխանցմանը։ Ամեն դեպքում գնդակը կլինի Չելսին։ Եսից կնետի Արմեն Ասատրյանը, հետ փոխանցում դեպի Ճուխաջյանը կատարեց Ասատրյանը։ Պողոսյան, նորից Ասատրյան, ու այստեղ գնդակի կորուստ։ Չելսի ֆուտբոլիստերի մոտ խաղարկում են գնդակը Արցախի տղաները։ Տաշչյան երկար փոխանցում է նախապատրաստել, բայց այստեղ Չելսի ֆուտբոլիստը փակեց Տաշչյանի փոխանցման ճանապարհը, իսկ հիմա Արցախը հասնում է Գրոյի Հարությունյան, ստացվեց փոխանցումը Հարությունյանի կատարած։ Կրկին Արցախն է գնդակով Տաշչյան։ Նորից Արցախն է անցել Գրոյի, բայց այստեղ շատ հաջող խլում են տեսնում Ասատրյանից մրցակցի դեմ պայքարում, եթե չեմ սխալվում գնդակը Ասատրյանը կարողացավ այստեղ խլել Գևորգյանից, այո։ Եզից են նետում Չելսին, Ճուխաջյան։ Դեպի Կարո Գրիգորյանը փոխանցում հետևեց Ճուխաջյանից։ Նորից Ճուխաջյան խաղարկում է առայժմ գնդակը Չելսին պաշտպանությունում։ Ասատրյան, Գրիգորյան, ու այստեղ ուժեղ ստացվեց այս փոխանցումը Հայկ Բարսեղյանի համար եւ հարված կտեսնենք Ոսկանյանի պաշտպանած դարպասից։ Խաչիկյանն է գնդակով, ոչ ներողություն եմ խնդրում Սահակյանն է այս իրավիճակում եւ շատ հրաշալի կերպով կարողացավ պահել գնդակի մոտ, հետո փոխանցում կատարել Սարգսյանի ուղղությամբ, բայց այստեղ մաքուր գործողությունները ոչ կար խաղի կանոնների խախտում։ Ալեքսանդր Սարգսյանի դեմ պայքարում, եթե չլիներ այս ստանդարտ իրավիճակ, ապա ինքներդ տեսեք թե Չելսին իշխանական առավելությամբ է արդեն շարժվում առաջ, բայց ստանդարտ, որը իրենց վտանգ է պարունակում ու տեսնենք ով հարվածը կկատարի, կարծես թե Արգամ Հարությունյանն է պատրաստում հեռար հարվածի կամ մրցավարի սուրիչը։ Հարությունյան հարվածն էլ կա ու Ճուխաջյանն է այստեղ կանգնում գնդակի ճանապարհին, հետո ստացվեց փոխանցում այն Ասատրյանի համար, բայց հենց Հարությունյանն է խանգարեց այստեղ Ասատրյանին առաջ շարժվելու գործում։ Եսից նետում է Ասատրյանը, կրկին Ճուխաջյան, ու այդ փոխանցում Կարո Գրիգորյանին։ Արմեն Ասատրյան բավական անցավ արդեն առաջի խաղարկեսից, առայժմ խփած գնդակ չունեն խաղադաշտում։ Ճիշտ է, երկու թիմերն էլ բնականաբար ավելի զգուշավոր ֆուտբոլ են մատուցում մեզ, ավելի են փորձում զերծ մնալ թե վնասվածներից, թե իհարկե առաջին գնդակը բաց թողնելուց այս խաղում, քանի որ կրկնում եմ այսօր մեծ հաշվով չի վճռվի այն ակումբի անունը, որը շարժվի դեպի եզրափակիչ, կարծում եմ ողջ ուժերը թիմերը պահել են պատասխան հանդիպման համար, եւս մեկ Պորտ Պողոսյանից ու նորից անկյունային հարվածի հնարավորություն է վաստակում Չելսին այս իրավիճակում, թույլ ստացվեց անկեղծության համար ասեմ Սմբատ Պողոսյանի կատարած հարվածը այս դեպքում արդեն ու կարողացավ Ոսկանյանը հեռացնել Ճուխաջյան եւս մեկ փոխանցում, բայց ում էր ուղղված այս փոխանցումը շատ հեռուն գնաց Ճուխաջյանի կատարած փոխանցումը Չելսի ֆուտբոլիստերից ոչ ոք այս իրավիճակում չկար, որպեսզի այդ փոխանցմանը եզրափակել Տաշյան գտավ Սարգսյանին Սարգսյանն էլ Սահակյանին էր կատարել փոխանցում, բայց ուժեղ ստացվեց այս փոխանցում ու Էրիկ Պողոսյանը սկսում է խորքից
Տիգրան Չուխաջյան Նորից Ասատրյան Շատ լավ նկատել է Դալբանդյանին, բայց փոխանցումը նրան չհասավ, քանի որ Տաշյանը կարողացավ ավելի շուտ արձագանքել գնդակին Հարությունյան Ուղարկեց դեպի կենտրոն, բայց այստեղ քիչ էր մնում սխալվեին Արցախի ֆուտբոլիստները, լավ է ժամանակին կարողացավ գնդակից ազատվել Էդգար Բարսեղյանը, իսկ հիմա գնդակի կորուստ Արսեն Ասատրյան վտանգավոր է, կա Պողոսյանը, բայց այստեղ չհասավ գնդակը Սմբատ Պողոսյանին փոխանցում էր կատարում Ասատրյանը, իսկ հիմա Արցախի պատասխան գրող Հարությունյան եւ այստեղ էլ Չուխաջյանն է ասում հեռացնել գնդակը, բայց անկյունային է նշանակում մրցավար, այո, իհարկե Չուխաջյանից էր դուրս եկել գնդակը դաշտի սահմաններից Եվ անկյունայինի խաղարկումը տեսնենք ինչ է տալու Արցախի ֆուտբոլիստերին Խաղարկում են այստեղ Արցախի տղաները գնդակը աչ եզրից փոխանցում, բայց Գրիգորյանը հեռացնում է գնդակը հիմա էլ հարվածի փորձ ու շեղությամբ ստացվեց Սարիցյանի կատարած հարվածը Սմբատ Պողոսյան, գուցե արագություն զարգացնի Պողոսյանը, բայց Պայեցին Արցախի տղաները գնդակը դաշտի սահմաններում տույժ տվեցին Սմբատ Պողոսյանին զարգացնի արագություն այս իրավիճակում Սահակյան Լավ պայեց Սահակյանը գնդակի մոտ ու շարժվում է առաջ Ինչը կատարվում հիմա դեպի Սարգսյանը փոխանցում, բայց ուժեղ ստացվեց այս փոխանցումը ամեն դեպքում Սարգսյանը հասավ ու պայեց գնդակը դաշտի սահմաններում հիմա էլ կատարում է փոխանցում ու Սահակյանը նույնիսկ հարվածի փորձ կատարեց այստեղ, բայց բարձր ստացվեց Սահակյանի կատարած այս հարվածը իհարկե դիպուկ հարված չէր, այդ իսկ պատճառով որպես հարվածի փորձ անվանեցինք այս իրավիճակը Արմեն Ասատրյանն է գնդակով Կտավ Նալբանդյանին, եթե նկատեցիք արդեն Նալբանդյանը խաղում է Չելսիի ձախ եզրում, այո, սա կարծես տակտիկական փոփոխություն էր Նալբանդյանին տեղափոխել հակառակ եզր ու տեսնենք հիմա արդեն նոր զբաղեցած դիրքում, այսպես ասած, ինչպես կգործի Նալբանդյանը, մենք նրան սովոր ենք տեսնել աչ եզրում Չելսիի կիսապաշտպանությամբ, բայց այս դիրքային փոփոխությունից տեսնենք Չելսին ավելի շատ կտուժի, թե իհարկե օգուտ կտա Նալբանդյանի դեպի ձախ տեղափոխությունը Էլիկ Պողոսյան Կատարում է փոխանցում դեպի Նալբանդյանը, բայց արդյունքում կորցրեց գնդակը Չելսին ու հիմա արդեն Գևորգյանն է շարժվում առաջ, այստեղ Չուխաջյանը պայքարեց մինչև վերջ ու հետո կորցրեց նոր գնդակը Սահակյան չի ավարտվել վտանգավոր Չելսիի տուգանայինի մատույցներում ավարտվում է հիմա հարվածով, որը բարձր է ստացվում Էդգար Բարսեղյանի կատարած Չուխաջյան Ուղարկեց գնդակը դարպասապայելիք Պողոսյանին ու Գրիգորյանն է հիմա էլ խաղարկում Պողոսյանը Նորից Չուխաջյան Շարժվում է առաջ Չուխաջյանը Պողոսյան Լավ անցում ստացվեց Պողոսյանից, բայց շարունակությունը չստացվեց, իսկ հիմա գնդակի կորուստ Չելսիի ֆուտբոլիստերի մոտ ու Գևորգյանն է գնդակով ուղարկեց Սարգսյանին, թողեց Սարգսյանն էլ Սահակյանին կա հարվածը եղավ նույնիսկ աննշան անդրադարձ ու ամեն դեպքում գնդակը բաժին ասավ դարպասապայելիք Պողոսյանին, ով շատ հիանալի կերպով նկատեց միայնակ Նալբանդյանին ու կատարեց այդ փոխանցումը, Նալբանդյանը ձախ եզրում է արագություն զարգացնում, բայց վերջին փոխանցումը անհաջող ստացվեց Նալբանդյանի կատարած Իսկ հիմա խլեց գնդակը հենց Նալբանդյանը ուղարկեց Արմեն Ասատրյանին, Ասատրյան հարված անդրադարձ ու Ոսկանյանը տիրում է այստեղ գնդակին վտանգավոր պայել, ինչ խոսք Արցախի տուգանային հրապարակում, բայց ստացվեց գրավել դարպաս, իսկ հիմա սուրեց մրցավարը հասկանաք ինչ է պատել Չելսիի ֆուտբոլիստին Խոտածածկին է հայտնվել Չելսիի կազմում Հայկ Բարսեղյանը, բայց հիմա կանգնեց ոտքի ու ամեն դեպքում փոխարինվեց ու կարծես ձգեց մկանը Բարսեղյանը
ու նրա փոխարեն հանդիպումը կշարունակի Վովա Խալափյանը երկարատև բացակայություն ուներ Խալափյանը Չելսի կազմում ու հիմա արդեն այսօր նա խաղադաշտում է տեսնենք այս երկարատև դադարից հետո Խալափյանը ինչ կփորձի անել ինչպես կփորձի օգնել Չելսին ամեն դեպքում հիմա սուլեց մրցավարը խաղակեսն ավարտելով մի փոքր հանգստանանք որից հետո արդեն կվերադառնանք ու գտնենք երկրորդ խաղակեսը Ֆուտբոլասեր բարեկամներ մեկնարկում է Չելսին ընդդեմ Արցախի հանդիպման երկրորդ խաղակեսը հիշեցնեմ որ սա Silver Cup-ի կիսա եզրափակիչ հանդիպումն է առաջի խաղակեսը ավարտվեց 0-0 հաշվով ու տեսնենք արդեն երկրորդ խաղակեսում թիմերը ինչպիսի ֆուտբոլ կմատուցեն մեզ եկեք եւս մեկ անգամ վերհիշենք մրցող թիմերի հայտարարությունները սկսենք Արցախից Տարպասը պաշտպանում է Տիգրան Ոսկանյանը համար 99 Արմեն Սահակյան համար 5 Արգամ Հարությունյան համար 7 Ֆելիքս Շիլինգարյան համար 9 Արմեն Խաչիկյան համար 10-ով նաեւ թիմի ավակտ է Կարապետ Տաշչյան համար 15, Ժիրայր Անտոնյան համար 11 հիմա վտանգավոր պա էր Արցախի տուգանայինի մատույցներում իսկ հիմա կա խախտում Հարությունյանի կողմից Սմբատ Պողոսյանի դեմ պայքարում ու ուսանք որ հիմա Պողոսյանը կրկին վնասված չի ստանա բարդ հարված ամեն դեպքում ստացավ ոտքի Սմբատ Պողոսյանը բայց կանգնեց ոտքի այո իհարկե կմնա խաղադաշտում Պողոսյանը եթե հիմա այդ Պողոսյանը շարունակեր այս հանդիպում չեմ կարծում այլևս Չելսին ինչպիսի տակտիկական փոփոխություններ պետք է աներ որ այս բացակա ֆուտբոլիստները ու Սմբատ Պողոսյանի դիրքը համալրել կա Սուլիչը Ասատրյանն է հարվածում ու այստեղ Ոսկանյանը կարողացավ տիրել գնդակին շարունակեն ծանոթացնել Արցախի հայտացուցակը Հովանես Վարդանյան համար 18 Էդգար Բարսեղյան համար 22 Արշակ Գևորգյան համար 77 եւ Ալեքսանդր Սարգսյան համար 88 Չելսի Էրիկ Պողոսյանը դարպասում է համար 1 Տիգրան Չուխաջյան համար 2 Կարո Գրիգորյան համար 5 Ժիրայր Պապիկյան համար 7 Գեորգի Իսրայելյան համար 9 Սմբատ Պողոսյան համար 10 Արսեն Ասատրյան համար 11 Արմեն Ասատրյան համար 12 ով այսօր Չելսի ավակն է Էրիկ Հարությունյան համար 17 Հայկ Բարսեղյան համար 18 եւ Ալեքսանդր Նալբանդյան համար 20 Ինչպես նաև Վովա Խալափյան համար 6 Խալափյանը հիմա թույլ տվեց որպեսզի գնդակը դուրս գա դաշտի սահմաններից ու ինքը ոչ թողեց գնդակը Նալբանդյանի եզրային նետում իրականացնելու համար Չուխաջյանի հետ Նալբանդյանը խաղարկում գնդակը Եվ հետ փոխանցում Չուխաջյանից դեպի դարպասապա Էրիկ Պողոսյան ով խորքից կսկսի Չելսի եւս մեկ գրոս Սմբատ Պողոսյան թողեց գնդակը Գրիգորյանին Պողոսյանը Տեսնենք ինչ որոշում է կայացնում Էրիկ Պողոսյանը երկար փոխանցում ու կար այո խախտում այստեղ Ասատրյանի դեմ պայքարում եւ կրկին վտանգավոր գոտում Չելսին վաստակում է տուգանային հարվածի հնարավորություն ու տեսնենք այս հարվածը ով կիրականացնի կարծես Նալբանդյանն է մոտեցել գնդակին բայց ես չեմ բացառում նաեւ Արմեն Ասատրյանի հարվածի տարբերակը Ոչ կարծես հենց Նալբանդյանն էլ պատրաստվում է հեռար հարվածի նա ունակ է նմանատիպ տարածություններից գրավել մրցակիցների դարպասը ու տեսնենք այս հարվածը ինչպես է ստացվելու կա Սուլիչը Նալբանդյանը մոտենում է գնդակին հարվածում նույնիսկ դարպասի ուղղությամբ շատ վտանգավոր հարված էր բայց այստեղ նույնիսկ գործը չհասավ դարպասապա Ոսկանյանին այնտեղ գնդակի առջև կանգնեց Հովանես Վարդանյանը Արցախի կազմում ու հեռացրեց գլխով գնդակը Արցախի տուգանայինի մատույցներից Չելսի ֆուտբոլիստ Ալեքսանդր Նալբանդյանի կատարած հարվածից հետո իսկապես լավ նկատել էր բաց անկյունը Նալբանդյանը ու հենց այնտեղ էր կարծում եմ ուղարկում գնդակը բայց չստացվեց այս իրավիճակում իսկ հիմա Անտոնյանի փոխանցումը պարզապես անհաջող էր չնստեց գնդակը ոտքին առանց այն էլ մի կերպ հասավ գնդակին այստեղ Անտոնյանը ու փոխանցումը անհաջող ստացվեց Չուխաջյան դեպի Արսեն Ասատրյանը բայց ուժեղ է այս փոխանցումը իհարկե նույնիսկ ցանկության դեպքում Ասատրյանը այս գնդակին հասնել չէր կարող Խաչիկյան ուղարկեց գնդակը կենտրոն Խաչիկյանը ստացավ պատասխան փոխանցումը խաղընկերոջից նորից խաղարկում առայժմ Արցախի տուգանայինի մատույցներում է խաղարկում գնդակը եւ հիմա երկար փոխանցում դեպի Արշակ Գևորգյանը բայց այստեղ Կարո Գրիգորյանը կարողացավ հեռացնել գնդակ ու թույլ չտալ այն բաժինասի Գևորգյանին այլապես եթե Գրիգորյանն էլ չարձագանքեր այս գնդակին Գևորգյանը միայնակ էր մնալու Էրիկ Պողոսյանի դիմաց եզրային նետումը իրականացված է բայց չկար այստեղ
Արցախի տղաներից ոչ ոք Ասատրյան լավն էր փոխանցումը դեպի Արսեն Ասատրյանը իջեցեց Ասատրյանն էլ գնդակը բայց Խալափյանին փոխանցում կատարել այստեղ չստացվեց իսկ հիմա կա եւս մեկ խաղի կանոնների խախտում Արսեն Ասատրյանի դեմ պայքարում ու կրկին խախտեց խաղի կանոնները Հովհաննես Վարդանյանը Եվ ստանդարտը տեսնենք ինչ կտա արդեն Չելսին նորից վտանգավոր դիրք նորից Նալբանդյանն է գնդակի մոտ ու գուցե Նալբանդյանի այս փորձը ստացվի առաջին դեպքում Վարդանյանը հենց խաղան գարեց հիմա Վարդանյանն է խաղի կանոնները խախտել ու Նալբանդյանը գուցե այսպես պատասխանի իր հարվածով Կա մրցավարի սուլիչը Ալեքսանդր Նալբանդյան վտանգավոր էր, բայց մի փոքր բարձր ստացվեց Նալբանդյանի կրակոցը, իհարկե հիմա էլ հեռավոր վերին անկյուններ փորձում ուղարկել գնդակը, բայց շատ ուժգնությամբ ստացվեց Նալբանդյանի այս հարվածը։ Վարդանյան Երկար փոխանցում դեպի Սարգսյանը, բայց կարող Գրիգորյանը այստեղ իրադրության տեղներ ու թույլ չտվեց, որպեսզի հասնի այս գնդակին մրցակցի ֆուտբոլիստը։ Սկսում է Պողոսյանը դարպասից կրկին ուժեղ փոխանցում առաջ։ Այստեղ նորից Վարդանյան Ասատրյան հակամարտությունն ենք տեսնում, այս անգամ ստացվեց Վարդանյանի մոտ պայել գնդակի մոտ, հետո ազատվել գնդակից, իսկ հիմա վտանգավոր պայ է, բայց Երիկ Պողոսյանը շատ գրագետ է վարվում, ոչ դիպավ գնդակին, ոչ էլ իհարկե ավելորդ ռիսկերի դիմեց, այստեղ փոխանցում հենց Արցախի ֆուտբոլիստից էր ու հարված հիմա կլինի Չելսիի դարպասից։ Չուխաջյան Խաղարկում կրկին Չելսիի կողմից պաշտպանությունում Ասատրյանն է ձախ թևում ստացել գնդակը Արո Գրիգորյան եւ դեպի աջ ուղարկեց, որտեղ Չուխաջյանը թողեց գնդակը Պողոսյանին, բայց հիմա Հարությունյանը հաջող խլում կատարեց, հետո էլ Պողոսյանը հասցրեց վերադառնալ ու փակել մրցակցի առաջ խաղացման ճանապարհը Իսկ հիմա ամեն ինչ ավարտվեց Չելսիի տուգանային հրապարակում Պողոսյան շատ ուժեղ փոխանցում, բայց Խաչիկյանն առաջինն էր հեռացումը մի փոքր անհաջող ստացվեց Խաչիկյանի, հետո էլ Նալբանդյանի մոտ չստացվեց Չելսի գրոհի շարունակություն տալ, իսկ հիմա ինչ է այստեղ սայթակեց Արցախի ֆուտբոլիստ ու չկարողացավ փոխանցում կատարել, բայց հիմա էլ Չելսին է կորցնում գնդակը Սարգսյան կա փոխանցում ու Գրիգորյանը նորից փակեց Սարգսյանի փոխանցման ճանապարհը Խաչիկյանն էլ ուժեղ փոխանցում կատարեց առաջ ու այստեղ Էդիկ Պողոսյանը տիրեց գնդակին Խաչիկյան Եվս մեկ հեռացման փորձ Գրիգորյանն Չելսի տուգանային հրապարակից է հեռացնում գնդակը Ասատրյան, բայց շտապողականությունը արդեն երևում է երկու թիմերի գործողություններում, իհարկե երկուսն էլ կրկնում եմ դեռ ոչինչ չեն կորցրել, այս դիմակայության հաշիվը դեռ բացված չէ, այնպես որ իհարկե զգուշավոր ֆուտբոլ կանխատեսելի է, որ մենք պետք է տեսնենք Խալափյան թողնում է գնդակը Չուխաջյանին Սմբատ Պողոսյան, կրկին Չուխաջյան ուղարկեց գնդակը Ասատրյանի ուղղությամբ, Ասատրյանն էլ գտավ Խալափյանին նորից Ասատրյան, Չուխաջյան անդադար խաղարկում է Չելսին գնդակ, այսպես իհարկե կարող են երկու թիմերն էլ այսօր խաղադաշտում անդադար խաղարկել, իսկ հիմա փոխանցումը հրաշալի է եւ Արսեն Ասատրյանը կարող էր բացել հաշիվը, բայց դարպասապա թույլ չտվեց, հիմա էլ Արցախն է փորձում գրոհի անցնել, բայց Նալբանդյանը լավ է պաշտպանվում, ինչը այստեղ չսուլեց մրցավարը, չտեսավ ոչինչ եւ հիմա նետվում է առաջ Արցախը, բայց Էրիկ Պողոսյանը դուրս գալով դարպասից հանգարեց մրցակցի առաջ խաղացումը ու հրաշալի փոխանցում է կատարում խաղընկեր Սմբատ Պողոսյանի ուղղությամբ, բայց Պողոսյանը այստեղ անհաջող վարվեց գնդակի հետ ու կորցրեց գնդակը Գևորգ Խաչիկյան ներողություն ուղարկեց Բարսեղյանին, Բարսեղյանն էլ Վարդանյանին ու ուժեղ փոխանցում են տեսնում դեպի Ժիայր Անտոնյանը Անտոնյան, բայց փոխանցումը մի փոքր անհաջող է ու Չուխաջյանը կարողացավ խլում կատարել
Ասատրյան շատ լավ նկատեց Պողոսյանին, բայց Խաչիկյանը հեռացեց այստեղ գնդակը թույլ չտալով Չելսի գրո շարունակություն ստանա։ Abi Vovi kalktı gelin. Գրիգորյան Niko. Ay Vovi kalktı. դեպի Էրիկ Պողոսյանը ուժեղ փոխանցում Պողոսյանից դեպի Ասատրյանը կարողացավ Ասատրյանը ազատվել գնդակից, բայց հիմա խաղարկումը Արմեն Ասատրյանի հետ չստացվեց։ Վարդանյան դեպի Բարսեղյանը, Բարսեղյանն էլ դեպի Ավելիաչ Անտոնյան, շատ լավ փոխանցում Սարգսյանին հարվածնել կա ու հիմա դարպասածողը փրկեց իր երկրորդ դրվագում, ոչ ոք չխանգարեց Արցախի ֆուտբոլիստին գրավել դարպասը, 1-0 Արցախը բացում է դիմակայության հաշիվը։ Արգամ Հարությունյան 1-0 Արցախը բացում է դիմակայության հաշիվը, այո եղավ այնտեղ առաջին հարվածից հետո դարպասածողից անդրադարձ, բայց հետո արդեն Էրիկ Պողոսյանը ընկած վիճակում էր ու այստեղ ոչ ոք չխանգարեց Հարությունյանին, ոչ ոք չհասցրեց էլ նույնիսկ խանգարել Հարությունյանին դարպասը գրավելու գործում։ 1-0 տեսնենք արդեն բաց թողած գնդակին ինչով է փորձելու պատասխանել Չելսին։ Դեռ կա իհարկե բավական խաղաժամանակ այս հանդիպման ավարտին 14 րոպեից մի փոքր ավելի քիչ է մնացել, դա բավական է իհարկե այս խաղում թե մեկը թե երկու գնդակը կպելու համար ցանկացած թիմի համար Կասուլիչը Ասատրյանը գնդակը ուղարկում է Տուգանայինի Մատուսեր, բայց այստեղ դարպասապա Ոսկանյանը տիրում է գնդակին ու նետում կատարում Արագել կորցրեց գնդակը Արցախը Նալբանդյան կա փոխանցումը Արսեն Ասատրյան հաշիվը հավասար է 1-1 Շատ լավ օգտագործեց Չելսին իր հնարավորությունը Նալբանդյանն էլ ամենաճիշտ բային կատարեց այս փոխանցում ու Ասատրյանին ոչ ոք չխանգարեց դարպասը գրավելու գործում Արսեն Ասատրյան հաշիվը հավասարը 1 րոպեն կարող է նույնիսկ անցած չլինել երբ Չելսին բաց թողեց առաջին գնդակ ու հիմա արդեն անմիջապես հաջորդ իսկ գրոյի ժամանակ հավասարեցնում են Չելսիի ֆուտբոլիստները հանդիպան հաշիվը այո կար ժամանակ ու Չելսին այսպես ասած բաց թողած գնդակից հետո չընկճվեց ընդհակառակը, ավելի ոգևորվեց ու շարժվեց։ Առաջ եւ ահա այսպես հաջորդ իսկ գրոյի ժամանակ կարողանում է Ասատրյանը Նալբանդյանի կատարած շքեղ փոխանցումից հետո մարմնով փակեց իհարկե գնդակը Ասատրյանը, հետո նոր հարված կատարեց ու ամենաճիշտ պահին գնդակը ուղարկեց դարպասը։ Հիմա տեսնենք արդեն թիմերը ինչ կփորձեն անել 1-1 հաշվի պայմաններում, կարելի է ասել 0-0-ի դեպքում նույն հաշվի հավասարության տեսանկյունը իհարկե միևնույն է 0-0 թե 1-1 ու Իսկապես երկու թիմերն էլ այնքան ճանապարհ ունեն անցած այս մրցաշարում, որ երկուսն էլ արժանի են թե եզրափակիչ դուրս գալուն, թե տիտղոսը վեր բարձրացնելուն, բայց դա երկու թիմերին չի հաջողվի, իհարկե մեկը կլքի մրցաշարը այս փուլում։ Հիմա անկյունային են վաստակում Չելսիի ֆուտբոլիստները։ Տեսնենք անկյունային խաղարկումը ինչ կտա Չելսին։ Նալբանդյանն է գնդակի մոտ, բարձից փոխանցում, Արսեն Ասատրյանի ուղղությամբ, բայց հեռացեցին այստեղ գնդակը Արցախի ֆուտբոլիստները, եզից կնետի Չելսին։ Ու այստեղ էլ գնդակի կորուս Չելսիի ֆուտբոլիստերի մոտ։ Խաչիկյան։ Երկար փոխանցում առաջ Հարությունյանը կրկին ընդունել է գնդակը ու փորձում է շարժվել առաջ, բայց այստեղ Չուխաջյանը շատ վստահ պաշտպանվեց, այսպես ասեմ, ու թույլ չտվեց մրցակցին առաջ շարժվին Նալբանդյան Հարությունյան գրագետ ու գեղեցիկ է վարվում Էդիկ Հարությունյանը տեսնենք շարունակությունը ինչպես կստացվի Արմեն Ասատրյան կա Իսրայելյանը բայց Ասատրյանն է հարվածում ու վաստակում անկյունային հարված այս իրավիճակում այո կար նաև փոխանցման տարբերակ բայց իհարկե ավելի կսրվել անկյունային դեպքում եթե մի փոքր անհաջող լիներ թե փոխանցումը թե Իսրայելյանի գնդակի կասեցումը այնպես որ կարծում եմ Արմեն Ասատրյանը շատ ճիշտ վարվեց պարզապես հարվածը
Հարվածի ճանապարհը այսպես ասեմ փակվեց Արցախի ֆուտբոլիստերի կողմից։ Անկյունայինը տեսնենք Իսրայելը փոխանցում է կատարում Հարությունյանն էլ հարվածում, բայց շեղությամբ ստացվում Իմայլերի Հարությունյանի կատարած հարված ու Տիգրան Ոսկանյանը կսկսի դարպասից։ Երկար փոխանցում Կարո Գրիգորյան առաջիններ Գրիգորյանը Հարությունյան դեպի Իսրայելյանը փոխանցում կատարեց պայես գնդակներ Իսրայելյանը դաշտի սահմաններում ու շատ լավ նկատեց Նալբանդյանին աչքի եզրում եւ եզրից կնետեն Չելսիի ֆուտբոլիստները այստեղ Հարությունյանը խանգարեց Ալեքսանդր Նալբանդյանին առաջ շարժվելու գործում Ասատրյան դեպի Նալբանդյանը այստեղ պայքարեց գնդակի համար Նալբանդյանը, բայց խախտում էր նույնիսկ պահանջում մրցավարից ու չտեսա մրցավարը ոչինչ այս իրավիճակում ամեն ինչ մաքուր էր Պողոսյան ուղարկեց գնդակը Չուխաջյանին դեպի աճ Ասատրյանն այստեղ ընդունել գնդակը Բարսից փոխանցում, բայց Խաչիկյանը հասնում է հեռացնել գնդակը անկյունային Իմայլ վաստակում Չելսի ֆուտբոլիստերը տեսնենք այս անկյունայինը արդեն ինչ կբերի Չելսին Նորից Նալբանդյանն է գնդակի մոտ, նորից փոխանցումը կա ու Իմայլ վտանգավոր է Արմեն Ասատրյանն էր հայտնվել ուշադրության կենտրոնում, բայց հարվածը Ասատրյանի մի փոքր շեղությամբ ընթացավ, այո, փորձեց ընթացքից շեղել գնդակի ճանապարհը, բայց այս իրավիճակում չստացվեց։ Ոսկանյանը կսկսի դարպասից ուժեղ ու երկար փոխանցում առաջ Շուխաջյանի երկրորդ հարգում լավ գործեց, հետո էլ Չելսիի ֆուտբոլիստները տիրեցին գնդակին, բայց ինչ նշանակեց մրցավարը, խաղի կանոնների խախտում այն էլ ինչպիսի դիրքում հիմա վաստակեց Արցախը, շատ վտանգավոր դիրքում Արցախի ֆուտբոլիստները վաստակում են Տուգանային հարվածի հնարավորություն, եթե մի փոքր էլ խախտումը տեղի ունենար ավելի ետ, ապա 11 մետրանոց հարված կնշանակվեր, բայց Տուգանային հրապարակի մատույցներից դուրս տեղի ունեցավ խաղի կանոնների խախտում ու տեսնենք հիմա Արցախը ինչպես կօգտվի իրեն ընձեռնված այս հնարավորությունից կա մրցավարի սուլիչը ու տեսնենք հարվածը նույնպես բայց պատն իր վրա է ընդունում այստեղ Գևորգյանի կատարած հարվածը Խաչիկյանն էլ հարվածեց ու այստեղ հիմա կարելի ասել փրկվեց Չելսին հստակ չեմ կարող ասել թե որ ֆուտբոլիստին դիպավ գնդակ ու դուրս եկավ դաշտի սահմաններից բայց այն որ ոչինչ արդեն դարպասապա Պողոսյանը չէր հասցնի անել քանի որ ցածկել էր դա փաստ է եթե չեմ սխալվում Չուխաջյանը հեռացեց այստեղ գնդակը Ինչի համար իհարկե ծափարություններ ֆուտբոլիստին անկախ նրանից իհարկե որ ֆուտբոլիստներ այդ իրավիճակում իսկ հիմա անկյունայինից հետո Չելսին ունի հակագրոյի հնարավորություն Իսրայելյան դեպի Նալբանդյանը Նալբանդյանն էլ ուղարկեց գնդակը Բարսից դեպի Արսեն Ասատրյանը բայց փոխանցումը ուժեղ ստացվեց ու գնդակը արդյունքում կորցրեցին Չելսիի ֆուտբոլիստները Ոսկանյանը ևս մեկ երկար փոխանցում ու նորից Գրիգորյանը առաջինն էր Նալբանդյան թողեց գնդակը Գրիգորյանին դեպի ետ Չուխաջյանի ուղղությամբ ու ուժեղ փոխանցում է կատարում այստեղ էլ Չուխաջյանը բայց արդյունքում գնդակը կորցրեցին Չելսիի ֆուտբոլիստները Հարությունյան
Այո, 1-1 հաշվի արտահայտության պայմաններում երկու թիմերն էլ կարծում եմ գող կմնան, բայց հիմա այս գրո տեսնենք Իսրայելյանը հասավ գնդակին ու պայեց այն դաշտի սահմաններում, Ասատրյան շատ լավ ներփոխանցումը դեպի Չուխաջյանը, բայց անհաջող ընդունեց գնդակը։ Չուխաջյանը հետո էլ կորցրեց եւ Արցախը կարող է արագ գրոյի անցնել, բայց Հարությունյան ինչպես սա անկում կատարեց ու կանգնեց գնդակի ճանապարհին, այստեղ Հարությունյանը չի ավարտել Արցախի գրոյը, հիմա արդեն ավարտված է նորից Հարությունյանն լավ գործում Ասատրյան ու չհասցրեց այստեղ Ասատրյանը շրջվելու փոխանցում կատարել Իսրայելյանին, կար խաղի կանոնների խախտում Ասատրյանի դեմ պայքարում ու Սունեց մրցավարը եւս մեկ տուգանային հարված կարծես նշանակելով Արցախի դարպասի ուղղությամբ Կանգնեց հիմա ոտքի Արսեն Ասատրյան ու լավ է որ վնասվածքը լուրջ չէր, Ասատրյանը կմնա խաղադաշտում Այո, ծափարություն էր երկու թիմերին այս իրավիճակում հիմա վիճաբանական դրվագ էր նշանակված ոչ թե ստանդարտ ու մրցավարը գնդակը հանձնեց Արցախի ֆուտբոլիստերին, պարզապես երբ ընկավ Ասատրյանը, Արցախի տղաները այդտեղ կանգնեցին հանդիպումը, ինչի համար ծափարություն էր իհարկե Արցախ ակումբին։ Եվ հիմա վերջի րոպեներն են ընթանում հանդիպան, Չելսին կսկսի դարպասից Չուխաջյան դեպի Պողոսյանը, կրկին Չուխաջյան Էրիկ Պողոսյանին ուղարկեց գնդակը այստեղ Չուխաջյանը, Կարո Գրիգորյան Իսրայելյանն է ստացել գնդակը ու դեպի կենտրոն շարժվեց, լավ նկատեց Նալբանդյանին ու կատարեց այս փոխանցումը, Նալբանդյան հրաշալի փոխանցում դեպի Սմբատ Պողոսյանը, իհարկե ավելի սրվեց անկյունը արդեն Սմբատ Պողոսյանին փոխանցում կատարելուց հետո, բայց միևնույն է հիմա վերականգնում են Ալբանդյանը գնդակը Չելսիի համար Արմեն Ասատրյան վտանգավոր է, բայց այստեղ էլ Վարդանյանը թույլ չի տալիս, որպեսզի Ասատրյանը հարվածի, հետո Ասատրյանը նորից տիրեց գնդակին ու եզրային նետում այս իրավիճակում վաստակեց ամեն դեպքում Չելսին տեսնենք այսպես ասած գրոհի եզրափակիչ մասը ինչպես կփորձեն, ինչի կփորձեն վերածել Չելսիի տղաները, իհարկե կարող է գրո ավելի լավ շարունակություն ստանալ, բայց կարողացան Արցախի ֆուտբոլիստները հեռացնել գնդակը Արմեն Ասատրյան թողեց գնդակը Նալբանդյանին, իսկ այստեղ չհասկացան միմյանց Նալբանդյանն ու Ասատրյանը արդյունքում կորցրեց գնդակը Չելսին ու հիմա եզիս կնետի արդեն Արցախը Վարդանյան Կրոս դեպի Չելսի տուգանային հրապարակ ու այստեղ ինչը չֆիքսեց Էրիկ Պողոսյանը գնդակը, բայց Անտոնյանի հարվածն էլ բարձր ստացվեց, հիմա էլ վտանգավոր պահ է Չելսի տուգանայինի մատույցներում ու հիմա հասկանանք ինչ պատահեց Էրիկ Պողոսյանին, կարծես վնասված ստացավ Պողոսյանը, այո, ամեն դեպքում Եթե որևէ հարված ստացել է Էրիկ Պողոսյանը, դա իհարկե Անտոնյանի գնդակին հարվածելուց հետո է եղել, խախտում չկար, բայց ամեն ինչ կարգին է, այո, դարպասապա Էրիկ Պողոսյանի հետ, նա ոտքի կանգնեց ու հիմա հենց ինքն էլ սկսում է հանդիպումը մրցավարի սուլիչից հետո Սմբատ Պողոսյան Գրիգորյանին հասցեակեց գնդակը Դեպի Չուխաջյանը Սմբատ Պողոսյան կրկին Չուխաջյան Այո, թիմերը հիշեցնեմ, որ Վինտեր քափի խմբային չհաղթարեցին Չելսին, եթե ճիշտ եմ հիշում, վերջում պարտվեց Կադիսին ու այդ խաղից հետո արդեն այլևս ոչ մի
շանս չմնաց Չելսիի ֆուտբոլիստերին հաղթարել խմբային փուլի արգելքը Արցախն իհարկե Մայնցի հետ եթե ճիշտ եմ հիշում կրկին ոչ ոքի ավարտեց հանդիպումը ու կորցրեց վերջականապես բոլոր շանսերը, բայց մեկ կարևոր փաստի մասին եմ նաև ուզում Արցախի տեսանկյունից խոսել ակումբը երբ միացավ Ինտերքափ մրցաշարին ու ոչ ոք այդ տպայի դրությամբ չէր հաղթել անպարտելի Յուվենտուսին, Յուվեն ոչ մի միավոր չուներ կորցրած Արցախը դարձավ առաջին ակումբով 1-0 հաշվով հաղթանակ տարավ Յուվենտուսի նկատմամբ իսկ հիմա Արցախը խփում է այս խաղում 3-ից 2 գնդակ ու նորից հաշվի մեջ ստանում առավելություն Ժիրայ Անտոնյան 2-1 այո Անտոնյանը հարված չէ կատարում այստեղ փոխանցում էր կատարում բայց եղավ Չարաբաստիկ հանրադարձ որից հետո գնդակը հայտնվեց Էրիկ Պողոսյանի պաշտպանած դարպասում ախնդրեմ այսպես Արցախը վերջնամասում նորից ստանում է առավելություն ու Չելսին նորից պարտվողի կարգավիճակում է այս խաղում արդեն երկրորդ անգամ ու արդեն ավելի քիչ խաղաժամանակ է հիմա մնացել քան իհարկե նախորդ դեպքում գնդակը բաց թողնելուց հետո էլ հիմա էլ չկա խախտում եթե կա ապա Սմբատ Պողոսյանն է խախտել խաղի կանոնները բայց Արցախի գրոհը տեսնենք Ճուխաջան մաքուր գործեց այստեղ Ճուխաջանը ու հիմա դադարեցեց մրցավարը հանդիպումը հասկանանք ինչ է պատահել Արցախի ֆուտբոլիստին այն որ Սմբատ Պողոսյանը խախտել էր խաղի կանոնները ու հիմա ստանում է դեղին քարտ դրանում երկու կարծիք լինել չի կարող բաց ոտքով գնաց մրցակցի վրա ու իհարկե նույնիսկ հենց Պողոսյանը մոտեցավ մրցակցին գիտակցելով իր կատարած խախտումը բայց հիմա Բարսեղյանը կանգնեց ոտքի բայց փոխարինվում է իհարկե հանդիպում այլևս շարունակել չի կարող ճիշտ է 1 րոպե է մնացել հիմնական ժամանակի ավարտին ու տեսնենք այս վերջին սուղ ժամանակահատվածում ինչ կփորձի անել Չելսին կա սուրիչ Արցախը գնդակը հանձնում է Չելսիի ֆուտբոլիստերին ու երկար փոխանցում ենք տեսնում առաջ Տաշչյանը հեռացնում է այստեղ գնդակը Եզից կնետի Չելսին այս վերջին վարկյանները տեսնենք ինչ կտան Չելսիի ֆուտբոլիստերին Ճուխաջյան դեպի Կարո Գրիգորյան իհարկե կրկնում եմ եւս մեկ անգամ ոչինչ դեռ կորած չէ այս դիմակայությունում այս բան ես խոսում եմ Չելսիի տեսանկյունից իհարկե եթե լիներ Արցախը պարտվողի կարգավիճակում այդ ամենը խոսեի Արցախի տեսանկյունից դեռ կա դիմակայությունում պատասխան հանդիպում Իսրայելյան Ասատրյան դարպասածողն է հիմա էլ բրգում Արցախին իսկ հիմա արդեն խախտեցին խաղի կանոնները Չելսիի ֆուտբոլիստները ինչ էր կատարվում հիմա Չելսի տուգանային ներողություն Արցախի տուգանայինի մատույցներում փրկվեց այստեղ Արցախը այո երկրորդ գոլից Ասատրյանը կարող էր գրավել դարպաս ու կրկին հավասարեցնել հանդիպան հաշիվը բայց այստեղ հորիզոնական դարպասածողը եկավ օգնության Արցախին ու գնդակը չհայտնվեց դարպասում Իսրայելյան Գրիգորյանին է ուղարկում Գրիգորյանն էլ դեպի Նալբանդյան ու արագությունը զարգացնում Նալբանդյանը աչեզով կա այո խաղի կանոնների խախտում շտապում է հիմա արդեն Չելսին շտապում է հավասարեցնելու հանդիպարաշիվ ու տեսնենք կստացվի ազնվականների մոտ դա թե ոչ Նալբանդյանը կիրացնի այս ստանդարտը կա մրցավարի սունիչ Ալեքսանդր Նալբանդյան փոխանցումը նույնպես ու այստեղ հեռացեց Վարդանյանը գնդակայո անկյունային է իրացնելու Չելսին ու Իսրայելյանն է գնդակի մոտ նա կիրացնի անկյունային հարվածը խաղարկում այստեղ բայց արդյունքում կորցրեց Չելսին գնդակը անհաջող անկյունայինի խաղարկում եւ հիմա Արցախը հակագրոհի է անցնում Գարությունյան տարավ գնդակը բայց իհարկե արագության խնդիրներ չունի Սմբատ Պողոսյանը հիմա Էրիկ Պողոսյանը ռիսկային հեռացեց գնդակը բայց այստեղ մի փոքր ուշ արձագանքեցին Արցախի տղաները այսպես ասած այս
Գնդակին ու վերջ, մերջ կա մրցավարի Սուլիչը հանդիպումն ավարտված է, այո, հետաքրքիր հանդիպումից հետո ի վերջո դիմակայության առաջի խաղում հաղթեց Արցախի 2-1 հաշվով, բայց հաջորդ իսկ շաբաթ կլինի այս դիմակայության պատասխան հանդիպումը։ Խաղան երեկոն այս հանդիպումով մեզ մոտ ավարտվում է, բարի գիշեր ու ամենայն բարի։